Տիկին Սարգսյանը տեղ որոշակի դրույթներ կա, որ իրենք գործող նորմեր են, հիմա փաստորեն ֆիտոֆտորոզի հետ կապված բուսասանիտարիա լաբորատորիան գալիս է սահմանի վրա ստուգում է։ Բնականաբար դա պետական մարմին է, լիցենզիա կունենա դրա գործունեություն ծավալելու։ Պեսիցիդների հետ կապված մենք բազմաթիվ անգամ ստեղ երևի տարին 2-3 անգամ դրանից ենք, դրա մասին ենք խոսում, քննարկում ենք, այդպես էլ չկարողացան կարգավորել, որ նոր կարգավորում եք բերել։ Եվ նախկինում որոշակի խմբականակար, որոնք կուտակում էր, այդպես ավելցուկ էր տվել, ես ուզում եմ այդ խմբականակների ճակատագիրն ասեք պեսիցիդների հետ կապված, ինչքան է օգտագործել, մնացածը, որոնք արդեն ժամկետ անց են դիտվել, ինչ ճակատագիր է ունեցել, անասնաբուժական լաբորատորիաների հետ կապված, տեղատների ներողություն լաբորատորիաների չէ։ Ռայոններում ազիվ կպել են իրար մի հատ լաբորատորիա են դրել, որ կարողանան օրինակ գյուղերում սահմանամերձ պետություն ինչ աջակցություն է ցուցաբերել, որ հիմա դե լրացուցիչ պայման է տնում մարդու վրա։ Այսինքն մենք կարող ենք անդադորենք բերել, խստացնել եւ գաղտնիք չէ շենքային պայմանները տեղ ջուր պետք է ունենա, սպասասրահ պետք է ունենա, սահմանային բաներ պետք է ունենա։ Հիմա դուք օրենքի խստացման դեպքում պարտավորություն եք դնում տնտեսվարողների վրա, ասում եմ, ռայոններ կան, որտեղ հազիվ գրեթե մեկ անասնաբուժական տեղատուն լինի կամ էլ չլինի։ Լավ բան է, որ ժամկետանց տեղ չվաճառի, բայց դուք ինչ եք վերցնում ձեր վրա, սուբսիդավորում, լրացուցիչ, գումարների կոմպենսացում, արկային պարտավորությունների ազատում, որոշակի արտոնություններ, որ մարդիկ կարողանան այդ տեղազնել չփակեն, այդքան հեսակամ կան Երևանից այդ տեղերը առնեն գնան։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է քննարկվեն եւ արդյունավետ լուծում տան, հակառակ դեպքում այդ 2-3 հատ իրանց նեղ միջոցներով Սպես սարկած տեղատնային պրզներն այդ անասունները բացի պետ պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից են մնացած ընթացիկ միջոցառումներով չեն կարողանա անասնաբուժերը իրանց անասնագլխականակի դիրոջ միջոցներով այդ սպասարկումն իրականացնեն տեղորայք չլինելու պատճառով եւ կսկսվի արդեն անասնագլխականակի էլ անգամներով կրճատվածի վրա եւս էլ անկումներ Սրանք խնդիրներ են, որ պետք է քննարկման եւ դաշտ ուսումնասիրի մոնիտորինգ արվի, շատ են խնդիրները, չեմ կարող sense միանգամից բարձրաձայնեմ ու ասեմ, էլի անընդհատ խստացում է լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ, խստացումներ։ Արդյոք կարող են այդ չափորոշիչներին համապատասխանել։ Այստեղ պետք է դու որոշակի ձեռ մեկնես որոշակի այդ մարդկանց օգնես, հետո պահանջես, անընդհատ դրացիչ ֆինանսական եւ այլ բերտնելով չես կարող խնդրի լուծում հասկանալ։ Այդ թվում նաեւ կոնկրետ բաների հետ կապված մենք ստեղ բազմաթիվ անգամ սպանդանոցների հետ կապված խոսեցինք, ջարդուխուր տարիներ ժողովրդին ես վերջում հասկացան, որ պետք է այդ մարդկանց որոշակի ֆինանսական աջակցություն տալ, որ կարողանան աշխատել։ Հիմա սա նույնի շարունակությունն է լինելու տեղ։ Պատասխանեք հարցից, ինչ միջոցներ եք նախատեսում իբրև պետություն այս նշված ծառայությունները որոշակի ֆինանսական բեռը կամ այլ պարկային պարտավորությունները խթանելու, օգնելու ուղղությամբ։ Խնդրեմ Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն հարցի համար, երևի թե անդրադառնամ առաջին հարցին, պեստիցիդների մասով, հարցը նշեցրեցիք, որ արդեն իսկ լիցենզավորված են, չէ, գործունեությունը լիցենզավորված չէ եւ նոր նախագծով է նախատեսվում լիցենզավորել, այո, վերահսկողություն որոշակի իրականացվում է ՍԱՏՄ-ի կողմից, սակայն գործունեությունը որպես լիցենզավորման տեսակ, լիցենզավորման մասին օրենքում տվյալ պահին սահմանված չէ եւ կարգավորումը կբերի իհարկե վերահսկողության ավելացմանը եւ նաեւ կանխարգելիչ միջոց կարող է հանդիսանալ, եթե ստուգման արդյունքում էր հայտնաբերվում, խնդիրը եւ նոր տուգանվում այս պարագայում, երբ որ լիցենզավորման ենթակա գործունեություն կդառնա, այսինքն վաճառողները իրացմանն է նաեւ վերաբերում, իրենք արդեն կանխարգելիչ կլինի եւ լիցենզավորման պահանջներին համապատասխանելու դեպքում կխուսափեն լրացուցիչ տուգանքներից։ Անասնաբուժական տեղատնային գործունեության մասով նշեմ, որ տեղատնային գործունեությունը առհասարակ լիցենզավորման մասին օրենքում արդեն իսկ սահմանված է որպես լիցենզիա եւ դասակարգված է լիցենզավորված գործունեություն, այստեղ մենք տարանջատում ենք անասնաբուժական տեղատնային գործունեությունը եւ ընդհակառակը մեր նախագիծը միտված է աջակցելու ինչ առումով, որ հաշվի առնելով նաեւ անասնաբուժական տեղերի առանձնահատկությունները տարբեր են տեղերից եւ իրենց շրջանառությունը եւս խիստ տարբեր է եւ պետ турքի մասով եւս նույնը սահմանել ճիշտ չէ, դրա համար մենք առանձին տարանկալումներից խուսափելու համար անասնաբուժական տեղատնային գործունեությունը տարանջատել ենք լիցենզավորման մասին օրենքում եւ սահմանել ենք турք 30-պատիկի չափով ֆազային турքի։ Տիկին Սարգսյան, աջակցության մասով կներեք, աջակցության մասով
թերևս այս պահին քննարկման փուլում է հարկային արտոնության մասը, ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, անասնաբուժական տեղատնային գործունեությունը առհասարակ կլինիկաների հետ կապված արտոնություններ սահմանելու հարցը տվյալ պահին քննարկման փուլում է։ Տիկին Սարգսյան, ձեր մոտ այնպեսի պատկերած եւ որովհետեւ անասնաբուժական տեղատները սովորական տեղատներից չեմ տարբերում, այս լիցենզիա տրամադրվելու կարգն անկիր կարող եմ ասել հիմա ինչ չափորոշիչներ է պետք։ Մենք խոսում ենք նախագիծը բերված է անասնաբուժական տեղատների մասին, բնականաբար դա պետք է խոսենք անասնաբուժական տեղատների մասին, որոնք նախկինում լիցենզիա չէր պահանջում, հիմա է պահանջվում։ Իսկ ինչ շրջանցիկ բաներ է։ Պեստիցիդների հետ կապված չասեցիք, ինչքան խմբականակ ավելացել նոր աղտոտվածությունից ենք խոսում Մեմարյան ասած։ Դա ուղիղ աղտոտվածության առանցքային հիմք է։ Որտեղ եք թաղ այդ պեստիցիդները, որոնք որ ժամկետանց են եւ տոնաներում մնացել են նախորդ զեկույցների ժամանակ թվերը չեմ հիշում ես։ Այս մասին բերեք խոսենք, որ հետո նոր չգցենք մեղքի բաժնում վրա մեկի կամ մեկի բուսասանիտարիայի հետ կապված։ Ասում եմ ֆիտոֆտորիոզը մնացած հիվանդությունները սահմանի վրա ստուգվում էր, հիմա էլ է ստուգվում։ Լիցենզիայի լրացուցիչ պահանջ պետտուրք մնացած խստացումները եւ պետություններ ձեռքերը լվանալու է, ոչ մի բանով չի օգնելու։ Սրանց մասին պետք է խոսենք, որ բերած նախագիծը կյանքի կոչվի, սրա մասին պետք է խոսենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, անասնաբուժական տեղատնային գործունեությանն անդրադառնամ, ես իմ խոսքում նշեցի, որ տարընկալումներից խուսափելու համար տարանջատել ենք անասնաբուժական տեղատնային գործունեությունը։ Այս պահին գործող օրենքով կա տեղատնային գործունեությունը որպես լիցենզավորման տեսակ եւ հարկային մարմինները ստուգումների ժամանակ անասնաբուժական տեղատներին չհամապատասխանելու դեպքում տուգանել են համապատասխան տեղատնային գործունեության տուգանքի չափով, բայց քանի որ ես նշեցի իրենք տարբեր են առանձնահատկություններով եւ վաճառքի շրջանառության ծավալներով, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել տարանջատելու տվյալ գործունեությունը։ Այս պահին, այսպես թե այնպես, իրենք ստուգման ենթակա են եւ ինչպես նշեցի հարկային մարմինների կողմից 25 թվականին իրականացվել է բավականին մեծ ստուգումներ եւ սահմանվել են տուգանքներ։ Տարանջատելու համար անասնաբուժական տեղատնային գործունեությունը հստակ սահմանել ենք կետը լիցենզավորման մասին օրենքում։ Պեստիցիդների թափոնների հետ կապված նախ նշեմ, որ կարգավորումը հենց վերահսկողությունը բարձրացնելու նպատակով է եւ այս պահին թափոններին անդրադառնալ ես չեմ կարող, որովհետեւ թափոնների մասով թերևս մեր գործընկերները պիտի նշեն, մենք թափոն, եթե չի օգտագործվում գյուղատնտեսության մեջ արդեն իսկ հանդիսանում է թափոն, իսկ թափոնների վերացման մասով այս պահին ճշգրիտ տեղեկատվություն երևի թե կդիմենք գործընկերներին, որ